Կաթվածների մասին, երբ են զարգանում, որ դեպքերում է զարգանում, արդյոք կա երիտասարդացման միտում։ Կաթվածի գանգատները եւ սիմպտոմները կարող են լինել ձեռքում, ոտքում թուլություն, թմրածություն, խոսքի խանգարում, մեկ աչքում տեսողության կորուստ կամ տեսողության իջեցում, ինչպես նաև երկտեսություն, նշեմ, որ կաթվածի սիմպտոմներն առաջանում են սուր, հանկարծակի եւ ցանկացած նման սիմպտոմ ախտանիշ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում շտապ դիմել մոտակա հիվանդանոց։ Կաթվածը ամբողջ աշխարհում համարվում է հաշմանդամության առաջին եւ մահացության երկրորդ պատճառը։ Ուշ դիմելու պարագայում մենք ունենում ենք հաշմանդամության բարձր տոկոսներ, ինչպես նաև մահացության բարձր տոկոսներ։ Ծառայությունը հայաստանյան նկատի ունեմ, Եվրոպայի հետ որքանով է համընթաց։ Ծառայությունը գրեթե հավասար է Եվրոպայում գործողին, քանի որ մենք առաջարկում ենք ժամանակակից բուժում, ներերակային տրոմբոլիտիկ թերապիան եւ մեխանիկական տրոմբեկտոմիան։ Բոլորս, ինչպես կաթվածի նյարդաբանները, այնպես էլ վիրաբուժները պարբերաբար տարվա մեջ մի քանի անգամ անցնում ենք վերապատրաստումներ, դասընթացներ, մաստեր կլասներ։ Այո, եվրոպական զարգացած երկրներում։ Պրակտիկայում ամենաերիտասարդ պացիենտը, որ ունեցել է կաթված։ Մեր ամենաերիտասարդ պացիենտը 36 տարեկան տղա է եղել, տեղափոխվել էր այլ բժշկական կենտրոնի ընդունարանից, ծայրահեղտաներ վիճակում, մթագնած գիտակցությամբ, խոսքի խանգարմամբ, աչվերշույթների թուլությամբ։ Պացիենտին կատարվեց մեխանիկական տրոմբեկտոմիա, հաջորդ օրը վիճակը վատացավ, ուղեղի այտուց առաջացավ, ուզում եմ նշել, որ մեծ ինսուլտների դեպքում ինքը սպասելի բարդություն է, կատարվեց երկրորդ վիրահատությունը դեկոմպրեսիոն հեմիկրայնեկտոմիա։ 6 ամիս անց պացիենտը ամբողջությամբ գիտակից է, մեզ հասկանում է, ունի խոսքային արտաբերման էլեմենտներ եւ ինքնուրույն տեղաշարժվում է, քայլում է։ Ես կարծում եմ, սա մեր պետության եւ ծրագրի հաջողված լինելու արդյունքն է։